Եկեղեցին որպես կարևորագույն ինստիտուտ իր ռեսուրսներով այս ընթացքում օգտագործվել է պետության եւ ժողովրդավարության դեմ քաղաքագետի գնահատականն է։ Աստվածաբանության պրոֆեսորը կրկին առաջարկում է նայել պատմությանը։ 19-րդ դարի Նիկոլայ առաջին ցարի հաստատած կարգով ենք մենք ապրում։ Եվ այդ ժամանակից մինչև օրս գումարած խորհրդային տարիները եկեղեցու կառավարումը վարժվել է անել ռուսական, այդպես ասած, թելադրանքի տակ։ Ու այսօր էլ որ ասում են, որ մեր եկեղեցականները, թեմակալները եւ այլն խոշոր հաշվով անվտանգության առումով սպառնալիք են, որովհետեւ այլ երկրի գործակալներ են, այստեղ ես կարող եմ ասել ընդհանուր առմամբ ճիշտ է, որովհետև տեսեք արդեն մոտ 200 տարի ռուսական թելադրանքի տակ ենք ապրում։ Կադրային, այսպես ասած, կողմնորոշումները սրանք գնում են դեպի Ռուսաստան։ Հակառակ դեպքում տասնամյակներ շարունակ ուրիշ երկրից չէին ընտրի Հայաստանի կաթողիկոսներին, շարունակում է Սահակյանը։ Այդ 5 կանոնացիությամբ պետք է ընտրեինք 2 թեկնածու կաթողիկոսության։ Երկուսի անունը ներկայացնենք ցարին, ցարը մեկի վրա մատա դներ, որպեսզի այդ մեկը, ով նշանակվում էր արդեն կաթողիկոս, իրեն պարտական զգար ցարի առաջ։ Գևորգ 5-րդն էր վերջինը, որ ցարի օրոք է ընտրվել 10 թվին կարծեմ, իսկ նրանից հետո դեռ ցար չկար, եկեղեցական ժողովի իմիտացիայով թե ինչպես, մի բարեպաշտ շատ լավ կաթողիկոս ընտրվեց, որը խեղտամահ եղավ Բերիայի ուղիղ ցուցումով։ Խոսքը Խորեն Ամուրադբեկյանի մասին է, Վեհարանի իր բնակարանում է խեղտամահ եղել 1938 թվականին։ Գևորգ 6-րդը ընտրվեց հատուկ Ստալինի հավանությամբ, իսկ անկախացած Հայաստանում արդեն եկեղեցու պետության հարաբերությունների մոդելը, ոնց հաստատված էր Գևորգ 6-րդի ժամանակ Ստալինի օրոք, այդպես փոխանցվեց։ Կանոնագրքի, բարքի, վարքի նորոգում է պետք միակարծիք են բոլոր կողմերը, որ հավատն ավելի ամրանա, լույսի նման հավատացյալները հավաքվեն հոգևոր հովվի մոտ։